Հևազրկում ենք, հետո կապում ենք չորանալու թելով, ամրացնում ենք, այնտեղ կախածը, բռնում ենք չորանումը, արդեն որ ինքը չոր է լինում, թելերը վերացնում ենք, ինքը հավաքում ենք տարայի կամ սպիտակ մեշոկել պարկի մեջ։ Դնում ես ինքը արդեն սպիտակ պուդրին իրա քաղցրությունը դուրս է դալիս իրա երեսին, որ քաղաք ու շատը կարծում են, թե դա ալյուրի մեջ է թաթախած, ոչ, դա իրա շաքարն է դուրս տալիս, քաղցր պուդրին է դուրս տալիս։ Շատը մեր տղաներն են տանում քաղաք, այսօր ահագին եկել ռուս տուրիստներ էին, լրիվ գնեցին, ու շատ համից, քաղցրությունից հիացած էին։ Даже ասում են կակ մյոդ, ասում դա, ինչն է մեզ մոտ արևը, որ մենք չենք դժգոհում մեր արևից, ու քաղցր բերքից։ Խնդիրներ այն է, որ ասենք մեր այս եղած մթերքներ կարող ունենք ծախել, յուրացնել, ճանապարհը շատ հեռու է, քաղաք չեք կարող տանեք, այսպես էլ բավականին ժամանակ ոչինչ անի։ Կարալյոկն ամենաշատը, արքայանարինջը, հողամասը շատ բետա, պատ, դրել ենք, հողամաս ենք շակել, սարի դոշ։ Չրերի և արտասահման է գնում և Ռուսաստան է տեղափոխվում, գնորդները կան, մենք չրագործների հետ հաճախակի հանդիպում ենք, բոլորն էլ գոհ են, բնակիչները, ովքեր ուզում են ավելի թանկ վաճառել, ինչ-որ 500 դրամ ավել վճարել, դե պարզ է, եթե չրագործը ինչ-որ չափի մի քիչ ցածր գնով պետք է գնումը կատարի, իրանք հաշվարկում են, որ ինչու պիտի մեկ 300 դրամ կամ 500 դրամ էժան տանք չրագործին, մենք կծախենք այդ 500 գնանք, և իրանք չեն կարող սպառել, այդ դեպքում իրանց մոտ առաջանում է խնդիր բերքի հետ կապված, իսկ եթե ինչ-որ կարողանում են վաճառում են կամ փոխանակումներ են անում, վրացածը կարող են հանձնել չրագործներին և իրանք այդպես խնդիր չեն ունենա։